Մենք Հայաստանում պետք է կարողանանք ներդաշնակել բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը եւ Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, Զանգեզուրում պետք է կառուցվի ոչ թե Զանգեզուրի միջանցք, որը կաշխատի միայն Արևմուտքի համար, Թուրքիայի համար, Ադրբեջանի համար, այլ պետք է կառուցվի Զանգեզուրի հանգույց։ Այսինքն մենք պետք է ունենանք նաև հարավ-հյուսիսյան կոմունիկացիա, որը պետք է կապի Հայաստանը Իրանի միջոցով Պարսից ծոցի հետ։ Հիմա մենք տեսնում ենք ինչքան կարևոր է այդ կապը։ Եվ նման խաղաղության կառուցումը կստեղծի աշխարհաքաղաքական բալանս եւ ավելի քիչ խոցելի կդարձնի խաղաղությունը կոնկրետ Հայաստանի շուրջ եւ կապահովի Հայաստանի անկախ կոմունիկացիաները շրջանցելով Ադրբեջանին եւ Թուրքիային դեպի Պարսից ծոց։ Սա մեր մոդելն է, մենք սա կոչում ենք ինքնիշխան անկախության, ներողություն, ինքնիշխան խաղաղության մոդելը։ Դա միակն է, որը աշխատելու է։ Կարճ ասեմ մեր առաքելության մի քանի ուղղությունների մասին։ Մեկը դա լինելու է այն, որ մենք առողջացնելու ենք Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգը։ Այդ նպատակով գլխավոր խնդիրն ենք համարում իբր թե խորհրդարանական մոդելի տակ, բայց իրականում այդ շղարշի տակ գործող անձնիշխանության կամայական համակարգի վերացումը։ Այդ համակարգը այսօր դարձել է Նիկոլ Փաշինյանի կոպիտ ասած բաղչար, որտեղ ինքը համարում է իրեն, որ կառավարությունը ինքն է, որ պետությունը ինքն է, Հայաստանը ինքն է, եւ ինչ ուզում անում է խախտելով բոլոր սահմանադրական եւ օրենսդրական նորմերը։ Ահա մենք այս ամեն ինչին վերջ ենք տալու։ Առաջին հերթին իրականացնելով Հայաստանում սահմանադրական ռեֆորմ, որի նպատակն է լինելու վերադարձը դեպի նախագահական խորհրդարանական կամ այլ կերպ ձևակերպված կիսանախագահական համակարգը, որը ինքնին կապահովի զսպումների եւ հակակշիռների համակարգ Հայաստանում, բայց այդ զսպումների եւ հակակշիռների համակարգը մենք կզարգացնենք, որպեսզի կարողանանք նաեւ ամբողջ արդարադատական համակարգը, քննչական ապարատը, դատարանները, դատախազությունը ազատել գործադիր իշխանության վերահսկողությունից, դարձնել դա իսկապես անկախ գործող համակարգ, որպեսզի իշխանություններն էլ միշտ վախենան, որ իրենք գտնվում են վերահսկողության ներքո եւ պարտավոր են միշտ հետևել օրենքին եւ սահմանադրության պահանջների կատարմանը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։